Ելենա Արշակյանի «Մարիա» սերիալում լարվածությունն ավելանում է, սերիալի ամենաթեժ պահերը դեռ առջևում են, իսկ հերոսների ճակատագրերը մառախուղի մեջ։ Ալիսի և Օֆայի հանդիպումը մեծ ազդեցություն է ունենում ոչ միայն նրանց, այլև ամբողջ ընտանիքի վրա։ Ալիսի վիճակը վատանալու է, արդյոք նա հեռանալու է սերիալից։ Հեռուստադիտողները մտահոգված են Ալիսի առողջությամբ, նրա խոսակցությունը Օֆայի հետ ուժեղ հուզում է նրան և նրա ինքնազգացողությունը կտրուկ վատանում է։ Նա երկար ժամանակ փորձում էր կառավարել իր ընտանիքը, բայց թվում է, որ իրենք արդեն չեն ենթարկվում նրա ցանկություններին։ Օֆան մեղավորության զգացում ունի, նա չգիտի արդյոք իր վերադարձը ճիշտ որոշում էր, թե նա իսկապես քանդել է մի ընտանիք, որը երկար տարիներ ամուր էր թվում։ Արդյոք Ալիսը կկարողանա ապաքինվել, թե նրա առողջական խնդիրները կծառայեն որպես նոր շրջադարձ սերիալի համար։ Հեռուստադիտողներն արդեն պահանջում են, որ Ալիսի կերպարը շարունակվի, և Ելենա Արշակյանի թիմը հավանաբար չի շտապի վերջնական որոշում կայացնել նրա ճակատագրի մասին։ Լիլիթը Աշոտին ասում է ճշմարտությունը վերջապես որոշում է ամեն ինչ պատմել հորը նա ընդունում է, որ գիտեր Ռաֆի կազմակերպած խարդախության մասին և որ Դավիթն անմեղ է, ես գիտեի, որ ավտոմեքենայի վնասման հետևում հենց Ռաֆն է կանգնած, ասում է Լիլիթը։ Լիլիթը կփորձի արդարանալ, բայց Աշոտը չի կարողանալու թաքցնել իր բարկությունը Ռաֆի նկատմամբ, նա պատրաստվում է քայլեր ձեռնարկել, որոնք կարող են փոխել բոլորի կյանքը։ Ռուբենն արդեն սկսում է կոպիտ լինել Նոնայի հետ, Մարիան հայտնվում է ծանր իրավիճակում։ Նոնան շարունակում է մնալ մի տան մեջ, որտեղ իրեն օտար է զգում։ Ռուբենը, ով հիմա ամբողջովին տարված է Օֆայով, սկսել է անտեսել Նոնային։ Մարիան կանգնած, Ռուբենն ու Նոնան վիճում են, նա գիտակցում է, որ իր կենսաբանական մոր վերադարձը ոչ թե միայն իր կյանքն է խախտել, այլ նաև Ռուբենի ընտանիքը իսկական քաոսի է վերածել։ Մինչ բոլորը սեփական խնդիրների մեջ են խճճված, Ռաֆը շարունակում է իր խաղերը, նա տեսնում է, որ Դավիթը կրկին սկսելու է շփվել Մարիայի հետ, և դա նրան հաստատ դուր չի գա։ Նա նոր քայլեր կսկսի ծրագրել, որոնք կարող են լինել ավելի վտանգավոր, քան երբևէ։ Հնարավոր է, որ Դավիթի դեմ հարձակում ծրագրվի, կամ Ռաֆը փորձի Մարիային վնասել, նրան հեռու պահելու համար։ Ինչպես կզարգանան հետագա իրադարձությունները, ընդամենը մի քանի ժամից պարզ կդառնա արդյոք Ալիսը կմահանա, թե կփրկվի, Աշոտն ինչ քայլեր կձեռնարկի Ռաֆի դեմ, Ռուբենը կհրաժարվի Նոնայից վերջնականապես, և արդյոք Մարիան կհեռանա, թե կմնա պայքարելու համար, Ռաֆի հերթական չարագործություններն ինչպիսի հետևանք կունենան։ Սերիալի ամենահետաքրքիր զարգացումները դեռ առջևում են, և յուրաքանչյուր նոր սերիա կարող է շրջադարձային լինել։ Իսկ դուք չմոռանաք միանալ մեր ալիքին, որպեսզի միասին բացահայտվենք, թե հետագա սերիաներում ինչ է սպասվում և ինչ գաղտնիքներ են բացահայտվելու, և վերջապես երբ է Ռաֆը պատժվելու իր չարագործությունների համար։ Չմոռանաք նաև տեսանյութի մեկնաբանություններ բաժնում գրել ձեր կարծիքը հեռուստասերիալում նկարահանվող դերասանների ու կերպարների մասին։ Գրեք նաև, թե որ դերասանի կամ կերպարի մասին կցանկանայիք ավելի շատ տեղեկատվություն ստանալ։ Ռուբենը լրիվ տարվել է Օֆայով և կարծեք թե շուրջը այլևս ոչինչ չի տեսնում, սկսել է բավական կոպիտ ու բարձր խոսել Նոնայի հետ։ Նոնան էլ միայն այդ տանն է մնում, որպեսզի Աբուլն իրեն վատ չզգա ու վերադառնա։ Սակայն այս ամենը նույնիսկ չի պահում Ռուբենին, որպեսզի Աբուլին բերի տուն, հետո հասնի Օֆային։ Նա յուրաքանչյուր վայրկյան Օֆայի կողքին է և յուրաքանչյուր պահ չի կորցնում, որպեսզի Օֆայի հետ մնա։ Բնականաբար այս ամենը դուր չի գալիս ոչ Մարիային, ոչ էլ Ալիսին, ինչի նպատակով նա գնացել էր ու բնականաբար ստացավ մերժում։ Ինչպես Օֆան ինքը նշեց, նա այն կինն է, ով չի ցանկանա, որ նրանց ընտանիքի մասին խոսեն և ասեն, որ որդին բաժանվել է։ Օֆան չի հասկանում, որ այդ ընտանիքի բաժանման ու քաոսի պատճառը միայն ինքն է։ Ճիշտ է, սկզբում սիրող զույգերին Օֆան ու Ռուբենը բաժանվել են հենց Ալիսի պատճառով, բայց չէ որ անցել են տարիներ, և նրանք արդեն համատեղ երեխա ունեն, ինչ կարիք կա գալ ու պահանջել Ռուբենին։ Մի կողմից էլ Օֆան դեռևս տարիներ առաջ այդ ընտանիքին մեծ վնաս է հասցրել,
որդուն առևանգելով և այսքան տարի նրանցից հեռու ապրելով։ Թե ինչ որոշում կընդունի Ռուբենը, թե ինչ որոշում կկայացնի Օֆան և վերջապես Նոնան կհեռանա ընտանիքից, կիմանաք շատ շուտով։ Ամենահետաքրքիրը դեռ առջևում է, նշենք, որ հեռուստասերիալի ավարտին մնացել է ընդամենը հաշված սերիաներ։ Շատ շուտով ամեն ինչ պարզվելու է և ամեն ինչ ընկնելու է իր տեղը ու հեռուստասերիալն ավարտվելու է։ Իսկ թե ինչ նոր նախագիծ է սկսվելու շատ շուտով, կպատմենք մի քանի օր անց։